ուղիղ հարց եմ տալի։ Այս երկու դրվագով դուք որևիցե մեկից կաշառք պահանջել եք, կաշառք ստացել եք եւ այդ թվում նաեւ պետք է առանձնացնեմ երկրորդ դրվագը $23,000, որտեղ որ ըստ էության ձեր այս բանի մեջ էլ կա, առնվազն հեռախոսային խոսակցության մեջ որոշակի ընդունում կա, եւս մի անգամ խնդրում եմ ձեզ ասեք $8,000, որը որ դուք ստացել եք, դա եղել է, այսինքն կարող ասեք այո կամ ոչ, էլի, կաշառք, որը որ դուք պահանջել եք ինչ-որ գործողություններ իրականացնելու համար։ Ուրեմն մանր երջավոր անասուններից կապված, երբ որ ես ներկայացրեցի հանդիպումները, մեկ-երկու հանդիպումները, այդտեղ ինձ, այսպես կոչված իմ օգնության համար, հավանական օգնության համար, որ ես քիչ եմ խոսք տվել, ինձ գումար չի առաջարկվել, եւ հետեւաբար չի եղել այդպիսի խոսակցություն, ինչպես $100,000, $200,000, այնպես էլ $20,000, որոնք շոշափվում են։ Ինձ չի առաջարկվել, պարոն Գաբրիելյան, պատասխանատու կերպով հայտարարում եմ, հիմա դեռ թող քննությունը պարզի։ Իսկ ինչ վերաբերում է $23,000 ենթադրել կաշառքով գործին, ես ասում եմ նորից, որ այդտեղ մենք ունենալով այսպես կոչված բարեկամական հարաբերություններ, ինքը իմանալով, որ ես մի քիչ դժվարություններ ունեմ, բնակարանը պիտի վերանորոգենք, Արամը Մկրտչյան ինձ օգնել է, պարտքով գումարներ ա տվել մի քանի անգամ հետը վերադարձել նորից հատվել հետը վերադարձել տվել եւ երբ որ մեր հարաբերությունները փչացավ մենք հաշվեցինք որ ես իրան պարտքեմ $8,000 եւ այդ պարտքը պետք է վերադարձնեմ այդ խոսակցությունների ժամանակ ինքը մի անգամ ձայնագրել է իմ խոսակցությունը իմ իր խոսակցությունը ձայնագրել է եւ երկրորդ անգամ արդեն ես գիտեի որ ինքը ձայնագրում է իմ խոսակցությունը եւ ես այդ ձայնագրության մեջ հեռախոսային ձայնագրության մեջ իր հետ խոսում եմ շատ այսպես կոչված վատ բառապաշարով այնպիսի հայհոյանքներ եմ տալիս ասում ես գիտեմ որ դու ձայնագրում ես ու լսի թե ինչ եմ ասում այնպիսի հայհոյանքներ եմ տալիս որ այդ իմ հեռախոսի մեջ այդ խոսակցությունները դրա հետ համեմատությամբ լիրիկաներ են այսինքն իմ ու Արամի հետ խոսակցության ժամանակ երբեք չի շոշափել $23,000 թիվը, որովհետև երբ որ ես իր հետ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցի, որ այդ $8,000 ես տալու եմ որպես իր պարտքի մի մաս երրորդ անձի, ինքը չէր ասել, դե 23,000 տվեք, պարոն Ղազարյան, 8,000 տվեք, այդպիսի խոսակցություն մեր մեջ երբեք չի եղել, 23,000 թիվը առաջի անգամ 23 թվականի վերջին շոշափել է Տիկին Գոհարը իմիջիալոց Հայկ Նազարյանի եւ Արման Սմբատյանի նաեւ ջանքերով այդ հարցը քննարկման առարկա դարձավ նաեւ մեր կուսակցության բանում վերահսկու հանձնաժողովում եկան այդ մարդիկ որոնք որ հարցը բարձրացվել եւ գործընկերները տեսան որ այդտեղ որևէ նյութ չկա ու ճանապարհեցին ասեցին եթե խնդիր ունեք գնացեք դիմեք ոստիկանություն ես դիմեցի ոստիկանություն ներեցես պատմություն եղավ ինչ չեն առաջարկել կաշառք ինչ չեն տվել կաշառք պարոն Գաբրիելյան Ես եմ ասում $8,000 պարտքով ա եղել։ Արձագանք։ Կալեմ, հիմա մյուս հարցը, պարոն Ղազարյան, ըստ էության եւ ըստ ձեր պատասխանի դուրս է գալի, որ այս վարույթների մասով մարդիկ ցես սուտ մատնում են։ Հիմա ունենք իրավիճակ, որ ինչ որ մի քիչ պարզավելի նկարագրեմ, ինչ որ մեկը ցուցմունք կա տալի, որ դուք իրանից կաշառք եք պահանջել, ինքը ձեզ կաշառք կա տվել։ Ճիշտ է, սխալը կապ չունի, բայց հայտնվում է դա իրավապահի ձեռքում։ Այս հարցը ինչի համար եմ տալի, այս հարցը կոնկրետ ինձ համար եմ տալի, որտեղ ես որոշում պետք է կայացնեմ։ Ըստ ձեզ մեխանիկան, որը որ պետք է պարզաբանվի, այս մարդը ճիշտ է թե սխալ է, դուք պահանջել եք թե չեք պահանջել։ Մեխանիկան որն է, որպեսզի մենք ճիշտ իմանանք, դուք դա արել եք թե այդ մարդը սուտ է ասում։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ բնականաբար ես պիտի պաշտպանեմ ինչքան որքան որ կարող եմ իհարկե, բայց ես կարծում եմ շատ կարևոր հանգամանք է պարոն Գաբրիելյան, թե եւ այն դեպքում եւ այս դեպքում ոնց այդ ամեն ինչը ջրի երես դուրս եկել։ 23,000 ենթադրյալ կաշառքի դեպքում Արամ Մկրտչյանը ուղիղ ցուցմունք չի տվել, ինքը ոչ մի ուղիղ բան չի ասել, ինքը բողոքել է
Հայկ Նազարյանին, որ սենց բանա տեղի ունեցել, պարոն Աղազարյան իրեն ճիշտ չի պահում, անշնորհք է պահում եւ այլ հայոյանքներով է խոսում մեկ էլ մյուս։ Մյուս դեպքում նորից եմ ասում, երկու մարդ իրար հետ խոսում են, որոնք ընդհանուր գործերի մեջ են եղել եւ այդտեղից նորից գալիս է բան։ Հիմա հնարավոր չի պարոն Գաբրելյան արդյոք, որ եթե որևէ մարդ պետք է դատապարտվի 10 տարի ազատազրկման, իրան ասեն ասա, որ Աղազարյան Նովիկին կաշառք ես տվել 10 տարի փոխարեն 4 տարի կդատապարտվես, հնարավոր չի այդպիսի բան։ Եթե հնարավոր չի, դուք հիմա հնարավորություն կտաք, թող դատախազը բարձի։ Մենք շատ բաներ կապացուցենք նախաքննական փուլում։ Մենք կապացուցենք, որ այդ հիմնավորումը, որ ցես բերվում է եւ տիկին դատախազը ներկայացնում է, անհավաքի տակ եղել են այս 3 հեռախոսները, դա կներեք էլի։